Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ 5.2 միլիոն աշխատավարձ եք ստանում Սամվել Կարապետյանի հաշվին, պարոն Պետրոսյան։ Մենք վերացրել ենք տեխնիկական խնդիրներ ենք վերացրել եւ նաեւ հերթապահություն ենք պատճառ իրականացում։ Ձեր հարցին կպատասխանեմ սիրով։ Ասեմ ձեզ, թե ինչքան եմ աշխատավարձը, ես պաշտոնատար հայտարարատու անձ եմ, իմ հայտարարագրում կտեսնեք անշուշտ, բայց ես ձեր հարցին պատասխան կարող եմ ասել։ Ես եւ իմ նշանակած թիմը կամովին հրաժարվել ենք այն միլիոնավոր ու տասնյակ միլիոնավոր դրամ պարգևավճարներից, որոնք ստացել են այս որոշումը վիճարկող եւ ազատված պաշտոնյաները։ Այդ հարցերը մի անգամ ինչի չեք իրանց ուղղում, որ մենակ ինձ եք։ Սամվել Կարապետյանի հաշվին 5 միլիոն դոլարներ չեք։ Այդքան չի վստահաբար։ Լավ, բայց անձնական հարցերը, եկեք անձնական հարցեր։ Իմ իրավունքը չպատասխան ձեր այդ հարցին, հաջորդ հարցին։ Զուգահեռ հարց եք տալ, ես բոլոր հարցերը Սամվել Կարապետյանի հաշվին դուք այդ աշխատավարձը ստանում եք միլիոնները, ասում եմ չեք ամաչում ստեղծված այս գործընթացի համար, բարոյական է իմ հարցը, հասկանում եք դուք իրավական դուք բարոյական քարոզ եք կարդել այս գործընթացում, բացի այդ ներողություն, Ես պարոն Կարապետյանի ընտանիքի համար բավականին մեծ շնորհակալ գործ եմ արել 3 ամիսներին, 3.5 հարգելի գործընկերներ։ Հիմա հիմնավորեմ ասածս։ Ես եթե ոչ միլիարդավոր, ապա հարյուրավոր միլիոն դրամների խնայողություններ գնման գործընթացների արդյունքում ներդրումային ծրագրի իրականացման մատակարարումների գործընթացների թափանցիկությունն ապահովել արդյունքում, ինչպես նաև միջին ու վերին օղակներում արկա ստվերային շրջանառության դեմ պայքարելով ահռելի խնայողություն են արել, որոնք վերջնարդյունքում դառնալու են շահույթ եւ դրա շահութը վճարելով Կարապետյանի ընտանիքը դիվիդենդ տանելու։ Ես կարամ հաշվարկում ներկայացնեմ։ Շնորհակալություն հայտնել եք Սամվել Կարապետյանին, ձեզ X գումար աշխատավարձ։ Ձեր հարցը կոռեկտ չի։ Դուք ասացիք, որ նախին նախագահ։ Հարգեք ձեր գործընկերուն։ Դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք։ Այո։ Օրենքը վեր է, չէ՞ բոլորիցս։ Ես օրենքի ուժով եմ լիազնում իմ լիազորությունները։ Ձեր հարցի պատասխանը բարոյական առումով Սամվել Կարապետյանն է։ Բարոյականության դասեր մի տեղ գործնեք բարոյական Հասիվ այնքան հարցեր կար մեր երկրում 7 տարեանց հասանք 6-ի հարցի Չեմ կարող կանխատեսում անել։ Հիմա արժե զրկում եք հարցերը նախագահի վերաբերյալ նշելով, որ անգործության է ըստ էության մատնված եղել, բայց քիչ առաջ այն մարդը, որը ձեզ նշանակել է ժամանակավոր կառավարիչ, Տաշիր ընկերությունների խումբը միջնորդություն ներկայացրեց բավականին ծավալուն եւ հիմա սրա վերաբերյալ եւ դուք ասացիք, որ ինքը դադարեցրել է իր անդամակցությունը քաղաքացիական պայմանագրի։ Մեկ օրվա ընթացքում դադարեց նաեւ նրա քաղաքական հայացքները, կապերը։ Հիմա դուք լրագրողը որպես պարտավոր եք անաչառ օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցել, բայց դուք ներքուստ կունենաք ձեր քաղաքական հակումները ու ազատ եք այդ համոզմունքների եւ հակումների մեջ, ինչպես սահմանադրությամբ է երաշխավորած ձեր մտքի խղճի ազատությունը մեր երկրում։ Ինչ կապ ունի քաղաքականապես ում է հակված անձը իր լիազորությունը իրացնելիս քաղաքական հայացքները, եթե չի դրսևորում եւ քաղաքական նախապատվություններով չի շարժվում։ Լրագրողը 4 իշխանության մասը հարգելի։ Ես որևէ քաղաքական հայացքներ չունեմ եւ Ես ցավում եմ մեր լրագրության վիճակի մասին։ Կան մտահոգություններ, որ հեծը ներողություն կան մտահոգություններ։ Դուք հիմա ինչ հայտարարություններ եք անում։ Ես որևէ մեկին չվիրավորեցի ասել։ Իմ խոսքերը որևէ մեկին ես ասացի։ Մի վարքյան կան կարծիքներ եւ մտահոգություններ, որ հեծը կարող է հայտնվել ադրբեջանցի կամ թուրք ներդրողների ձեռքին։ Հիմա ով հայտարարել։ Այդպիսի մտահոգություններ Բազենյանը քիչ առաջ ասաց։ Մի վարքյան Սուզի ջան հարցը տալիս է։ Եվ արկած կա, որ թուրքական ընկերությունը կարող է պատկանել այս ընկերությունը։ Ձեզանից շատ-շատերը տարբեր երկրներում են եղել։ Վարկած կա, որ դուք ֆինանսավորում եք այդ երկրներից։ Կարող եմ տես պնդում անեմ ես։ Չեմ կարող, չէ՞ պնդում անեմ։ Թե հիմա ձեր նշած
անձը ինչ պնդումներ ար, իր պնդումների մասով են հարցադրում արեք ինչ օրինակ չի է հետաքրքրում ՀՑԿ-ի ներկայացուցչական կազմով ինչու է եղել Թուրքիայում, ում հետ է հանդիպել, արդյոք այդ հանդիպումը կարող է կապ ունենալ հեծում ներդրումներ անելու հետ, դա ձեզ չի հետաքրքրում, որովհետև խոսվում էր ազգայնացման մասին, հիմա ոնց որ հետաքրքրություններ կան թրքացման։ Դա ինձ այնքանով է հետաքրում, որքանով ինձ հետաքրքիր չէ, թե դուք որ ուժի կենտրոնից եք այդ Դուք պատվիրված հարկակից առաջ նշանակում գործողությունները Թուրքիայից են պատվիրված։ Ես հայտարարություն եմ քիչ առաջ հնչել, ձեզ դուք եք Ջորջան, ռազմավարական օբյեկտի հետակա ճակատագիրը բացառապես կանխորոշվելու է ՀՑԿ-ը ընդունած այսօրվա կամ գուցե հետաձգված մինչև ամսի 18-ը մաքսիմում որոշման բովանդակությունից ՀՑԿ-ն է այն լիազոր մարմինն ու սահմանադրական ինստիտուտը, որը պետք է կանխորոշի, թե ով որ երկիրում հետ գնաց, դա որևէ ազդեցություն, որևէ բան չի նշանակում, մասնավորապես ինձ համար։ Ադրբեջանից ներդրումներ չեն լինելու հետում, կարող եք երբել։ Դա մեր հանրապետության կարևոր հարց է։ Դուք ինչ մասնակցություն եք։ Չէ, ուզում եմ որ ժուրնալիստիկայում երթվելու ինստիտուտ կա։ Չէ, ես ուզում եմ որ ձեր խոսքը, որովհետև կառավարության անդամները Ջորջան իրավունք ունեմ 5 րոպե ընդգծում ունենալու։ Ես էլ հարցն չեմ Ես տվող կամ վերցնող չեմ հեծահարդից թավիկ ես այդ գործընթացը պատասխանով եմ ասում։ Այդ գործընթացի մեջտեղում է։ Մեծ շոպերեն հասում Թողեք նստեմ ինտեղը ես Պարոն Պետրոսյան, ամեն դեպքում կշահի պետությունը, եթե հեծը զրկվի լիցենզիայից, եւ բնակչությունը ինչ կշահի ես ձեզ։ Որոշումը լինի, որոշում ես կմեկնաբանեմ, ես չեմ։ Այսինքն միջև կանխատեսումը որոշումը պետք է լինի, որ նոր Օրենքի գերակայությունը երաշխավորելու։